Մխիթար Գոշը շարունակել է աշխատանքները եւ Սուրբ Աստվածածին եկեղեցունքից կառուցել է գավիթ, ընդարձակ գավիթ, աշխատանքները շարունակվել են շուրջ 6 տարի եւ այստեղ իհարկե իր ճարտարապետական աշխատանքով փայլել է Մխիթար Հյուսն ճարտարապետը եւ այն քիչ հեղինակներից է ստեղծագործող ճարտարապետներից, որ միջնադարյան Հայաստանից մեզ հասել է նրա անունը։ Իհարկե, երբ խոսում ենք Գոշավանքի մասին, չենք կարող չնշել նաև այն փաստը, որ Մխիթար Գոշը շարունակել է այստեղ կառուցել նաև 2 մատուռներ, օրինակ Սրբոց առաքելոց, Սուրբ Հռիփսիմե մատուռները եւ նաև Սուրբ Հոգի եկեղեցին եւ ի վերջո համբարձման մատուռն է կառուցել, մատուռ դամբարանը, որը գտնվում է եկեղեցուց փոքր-ինչ հեռավորության վրա հարավային բլրակի հատվածում, որտեղ էլ 1213 թվականին նրա մահվանից հետո ամփոփվել է փաստորեն նրա մարմինը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։